Պարոն Մակինյան, այլ գործերի մասին եւս հայտնի դարձավ, դուք միջնորդեցիք գործեր միացնելու վերաբերյալ, խնդրեմ նշեք ինչ գործեր են դրանք եւ նախագահին ինչպես են առնչվում։ Ես քաղաքացու ռեպլիկին անդրադառնամ, ակամայից շատ անկեղծ ռեպլիկ էր ու պատասխանեմ քաղաքացուն, որ Նիկոլը ոչ եկեղեցին կմարսի, ոչ սահմանադրությունը կմարսի, ոչ իր արածները կմարսի, ոչ Նիկոլը, ոչ էլ իրեն այդ թևեր տվողները ոչինչ չեն մարսելու, իրան շատ քիչ ժամանակ է մնացել, իրան քանի ժամանակ ունեն, մի բան պետք է անեն, համաներում հայտարարելու մասին օրենք ընդունեն ու նայեն թե ինչ հանցանքներում են մեղադրվելու, որ գոնե այդ օրենքը իրենց վրա տարածվի իրենց անվճար ես խորհուրդ եմ տալիս այս պահին, քանի այդ հնարավորությունը կա։ Անդրադառնալով ձեր հարցին, այս այլ մեղադրանքների հետ կապված, տեսեք, այնքան նեղ է այս մարդկանց տեղը, որ 2020 թվականից, 2018 թվականից ինչ ունեն իրենց արխիվում մնացած տենց փոշոտ, անում փոշին թափ են տալիս ու ուղարկում են դատարան։ Սիլվայի տխրահռչակ գործը։ Ասենք, գիտեք ինչ, ես զարմանում եմ, թե ինչ երևակայություն պետք է ունենան մարդիկ, որ այդ գործը բերեն հասցնեն դատարան, դա խայտառակություն է։ 18 թվականից այդ ցուցմունքները, այդ վայ ցուցմունքները գործի մեջ կա։ Նույն ցուցմունքներն են։ 18 թվականից այդ պահել էին, որ ինչ անեն։ Նիկոլից էին թաքցրել, թե չգիտեմ Նիկոլին, ով ասեց, որ 18 թվականի փաստակազմով 25 թվականին գործը բերեն դատարան։ Այդ ինչ շոու են սարքում էլի։ Ուղղակի ես ափսոսում եմ, որ որպես իրավաբան ես իմ ռեսուրսն էլ, ծախսում եմ, այս բան նախագահի ռեսուրսն է ծախվում, ձեր ռեսուրսն է ծախսվում, փոխանակ ասենք դուք հիմա լուսաբանեիք հանրապետության տնտեսությունը, աճը, ինչ որ կներեք, ասենք մի ցնդած մարդու ցնդաբանությունների երևակայությունները ասենց բերում հասնում են դատարան, մենք ենք այս իրավական խառնաշփոթ քաշքշոցի մեջ։